Ասենք։ Շնորհակալ եմ, Գասպար։ Ներս կմտնես։ Չէ, Նվար ջան։ Գնամ ռեստորան ուզում դրիժով դել։ Ասում թե չէ մոմերով մտնելու તો ոչ բոլորն ատ գալիս։ Լավ։ Մի րոպե։ Հաջողություն։ Հաջողություն։ Դիրքի մարդը միշտ պիտի իր մեջ կապահով պայի։ Սա առաջին կանոններից մեկն է, որ պիտի սովորես։ Ինչ գործ ունես այստեղ։ Ես բարի նպատակով եմ եկել։ Սա քեզ որպես համերաշխության ու խաղաղության նշան։ Ինչ ես ուզում վռամ։ Չեմ ուզում, որ սխալվես։ Ես իմ կյանքում ոչ մի բանում այսքան վստահ չեմ եղել։ Թույլ տուր հակաճառեմ քեզ հետ։ Միայնակ կին այսքան տղամարդու մեջ երբեք չի կարող մենակ գոյատևել։ Դա այդքան էլ դժվար չի։ Ուղղակի պիտի մի բան սովորեմ։ Վրեժ լուծել, ոնց որ դու ես անում։ Ես ստիպիր, որ քեզ ոչինչ ասեմ։ Նույնը ես քեզ պիտի ասեմ։ Հեռու մնա մեզանից, թե չէ ստիպված կլինեմ քեզ ոչինչ ասնել, ոնց որ դու արեցիր իշխանին։ Այդ Քովանը 3 տարի առաջ քեզ հետ մտերմացավ, որ կարողանա քիթը մեր գործերի մեջ խոթի։ Փաստորեն դա նրան հաջողվեց։ Իսկ հիմա գիտես ինչ է լինելու։ Հիմա նա քո միջոցով ինձ հեռացնելու է գործից, ոնց որ այդ կեղծ փաստաթղթերով օրը հեռացրեց։ Ու դրա հետևանքով էլ կյանքից։ Ես այդպիսի երբեք չեմ կարող տալ։ Ես ոնց կարող եմ քո կյանքով երթել։ Չէ՞ որ քո կյանքը իմ կյանքն է։ Վահան ուշադրություն մի դարձրու, նույնն ինքն էլ չի հասկանում ինչ անում։ Նա պիտի ամուսնանա։ Հեռու մնա Վռամից ու Շահամյաններից։ Լսի, մի խառնվեք իմ կյանքին։ Ես իմ անձնական հարցնորես հարցում ես քո օգնության կարիք ընդհանրապես չունեմ։ Նվարդ, Ղազարյանն է եկել։ Ասա թող ներս գա։ Զգուշ եմ, այդ մենթին վստահել չի կարել։ Չվստահեմ, բայց ինքը օրենքի ներկայացուցիչ է, հենց իրեն պիտի վստահեմ, կանչի։ Համեցեք ընկեր Ղազարյան։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Ինչպես եք, կարող եմ քեզ Նվարդ ասել։ Հա, իհարկե, նստեք։ Շնորհակալություն Նվարդ։ Այդ փաստաթղթերի պատմությունը բոլորիս էլ զարմացրեց։ Վռամը հրաժարվում է խոստովանել, որ ինքն է ստորագրել տվել։
Գիտեմ։ Հուսով եմ, որ դուք կպարզեք ճշմարտությունը։ Ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ։ Վստահեք ինձ։ Հա, իհարկե վստահում եմ։ Ես շատ առատաձեռն կլինեմ, եթե դուք պարզեք, թե ում ձեռքի գործն է դա։ Ճիշտ ասած, ես ուզում եի մի խորհուրդ տալ ձեզ, Նվարդ։